9 տարին կամ 10 տարին միշտ այդ օրերին լինում եմ ես։ Կատյա Գալստյանն արդեն 11 տարի է աշխատում է շտապօգնության համակարգում, որից շուրջ 10 տարին ամանորը դիմավորել է աշխատանքի վայրում։ Այս տարին էլ բացառություն չէր, տոնական օրվա զանգերը սկզբում բարձր տրամադրությամբ էին ամանորը դիմավորելու շնորհավորանքներով, իսկ արդեն կեսգիշերից հետո ցածր ճնշման, ալկոհոլի չարաշահման եւ ինքնազգացողության վատացման հետ կապված ահազանգերով։ Սովորական օրերի համեմատ ավելի ծանրաբեռնված է լինում։ Քրոնիկ հիվանդություններով հիվանդների կանճերի հետ զուգընթաց լինում է այդ օրերի ծանրաբեռնվածությունը եւս։ Դեկտեմբերի 31-ին կանչերի ակտիվություն արձանագրում են բոլոր աշխատակիցները։ Ունեցել ենք կանչեր բազմաթիվ վնասվածքներով, ճնշման բարձրացման կանչեր, հաշվի առնելով որ բուքեր, ճանապարհները անանցանելի էր, չենք ունեցել խնդիրներ, բոլոր բրիգադները նորմալ սպասարկել են, ուշացում չենք ունեցել։ Ամանորի գիշերը չեմ աշխատել, այստեղ առաջի անգամ էր կոլեկտիվի հետ։ Եվ պատասխանատվությունը ավելի մեծ է։ Իհարկե, պատասխանատվությունը շատ մեծ է, պիտի ճիշտ ընդունենք։ Հանրապետական շտապօգնության ծառայության հյուսիսային տարածաշրջանում տոնական օրերին, այդ թվում դեկտեմբերի 31-ին աշխատանքը կազմակերպվել է ուժեղացված ռեժիմով։ Գրեթե բոլոր կայաններում եւ ենթակայաններում ներգրավել են հավելյալ բրիգադներ։ Այս տարի լարվածությանը գումարվել էր նաեւ առատությունը, որը դժվարացնում էր թե տեղաշարժը, թե արագ արձագանքը։ Աշխատել ենք ուժեղացված ծառայությամբ, ճիշտ է, ունեցել ենք մի քանի ալկոհոլային թունավորում, սննդային թունավորումներ, բայց ոչ ծանր մասշտաբների, փոքր վթարներ ունեցել ենք, որոնք փառք Աստծո մայրով չի գրանցվել։ Ուզում եմ առիթից օգտվել եւ նաեւ շնորհակալություն հայտնել ներքին գործերի փրկարար ծառայությանը, որոնք տոնական օրերին գիտեք որ առատ տեղումներ ունեինք ցան տեսքով շատ մեծ աջակից են եղել։ Առատձյան պայմաններում առավել դժվարին իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի ապարանի հատվածում, ինչպես նաև Շիրակի եւ Լոռու մարզերի որոշ գյուղական բնակավայրերում։ Եղել են տարածքներ, որ մանավանդ գյուղական տարածքներում մեքենաները չեն կարողացել լրիվ հասնել հիվանդատիրոջ կամ հիվանդի մոտ, բրիգադաները ոտքով են գնացել, մոտեցել հիվանդի տանը, սպասարկել, դուրս եկել, նորից հետ վերադարձել շտապօգնության մեքենան։ Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ը աշխատել են 7 բրիգադներ առանց զանգվածային թունավորումների կամ հիվանդությունների բռնկումների։ Տոնական օրերին դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ը ներառյալ աշխատել ենք 7 աշխատախմբով։ Վերջին օրերին տեղացած առատության եւ ՊԿ-ի հետևանքով միանշանակ ունեցել ենք դժվարանցանելի ճանապարհներ։ Մասիայի շրջանում ենք ունեցել, այստեղ Լեռնապատ գյուղի շրջանում ենք խնդիր ունեցել տեղափոխման մեքենաների համար, ուղղակի այդ բային անանցանելի է եղել, հետո 911 ծառայության միջոցով բացվել է ճանապարհը։ Շտապօգնության հյուսիսային տարածաշրջանի ղեկավարի խոսքով վերջին տարիներին համակարգում իրականացվել են էական բարեփոխումներ։ Ավտոպարկը համալրվել է Ford եւ Toyota Magnishi շտապօգնության մեքենաներով, այդ թվում ամենագնացներով, որոնք նախատեսված են դժվարանցանելի բնակավայրերի համար։ Կարելի ասել ներկա պայից մեծ խնդիր չունենք մեքենաների մասով, ավտոպարկը հարկին բավականին լավ վիճակում է գտնվում, մեր մեքենաները բոլորը տեխնիկապես սարքին վիճակում են, հյուսիսային տարածաշրջանով 300-ից մինչև 400-450 կանչ օրական սպասարկում է Հանրապետական շտապօգնության հյուսիսային տարածաշրջանը։ Կարևոր ձեռքբերումներից է նաև միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրումը, որի շնորհիվ կանչերը սպասարկվում են Բուժառոյին ամենամոտ գտնվող բրիգադի կողմից։ Ձեռքբերումներից եղել է ընդանուր օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրումը, որը շարունակաբար զարգանում է եւ նախատեսված է, որպեսզի մեր ազգաբնակչությանը ավելի արագ եւ որակյալ բուժօգնություն կարողանանք մատակարարել։ 2026 թվականին Հանրապետական շտապօգնության ծառայության հյուսիսային տարածաշրջանում նախատեսվում է շարունակել տեխնոլոգիական արտադրությունը, ներդնելով նոր ավտոմատացված ծրագրեր, որոնք կօգնեն առավել արագ որոշել կանչին ամենամոտ բրիգադը եւ նվազեցնել մարդկային գործոնի ազդեցությունը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։